Կյանքի ու մահվան պայքար և արյան գնով ձեռք բերված հաղթանակ։ Բերդաքաղաքի ազատագրմամբ փոխվեց պատմության ընթացքը, տվեց հնարավորություն խոսելու հաղթողի ու ուժեղի դիրքից, իսկ դրան հասնելը հեշտ չէր։ Կազմակերպման և կառավարումից է կախված մարտի ելքը։ Եթե թշնամին հուժկու հարձակվում է և դու կազմակերպելով ու կառավարելով քո փոքրաթիվ ուժերով դու կարողանում ես դիմադրել, նա արդեն ընկնում է խուճապի մեջ։ «44-օրյա պատերազմը կրկին փոխեց պատմության ընթացքը, հասցնելով զրոյական կետի բոլոր ճակատներում, ռազմական ու դիվանագիտական։ Սակայն մայիսի 9-ը հնարավոր է կրկին դարձնել եռատոն, Շուշի և Արցախ վերադարձ հնարավոր է, համոզված են փորձագետները։ Ուժ, դիվանագիտություն ու ազգային իշխանություն, այս ոլորտներում է աշխատանքը։ Աշխատանք առանց պաթոսի ու կենացների։ Անհրաժեշտ պայմանների ձևավորման դեպքում գործադրի քաղաքական, դիվանագիտական և մյուս իր բոլոր հնարավորություններն ու պոտենցիալը այդ իրավունքը հաստատելու և հայերի վերադարձը ապահովելու տեսանկյունից։ Իշխանափոխությունը և ազգային իշխանության ձևավորումը դա առաջին նախադրյալներից մեկն է, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա նախապատրաստելու իր հեռահար կամ հեռանկարային նպատակների իրագործմանը։ Ռազմավարություն, երբ որ ասում ենք, դրա հիմքում պետք է դրված լինի այն բոլոր հնարավորությունները, որը մեզ տարբեր ռազմաքաղաքական իրադրության փոփոխության պարագայում հնարավորություն կտան մեր նպատակները բերել և իր հանգրվանին հասնելու։ Իշխանափոխությունը կարող է նպաստել գործընթացը տանել հօգուտ Հայաստանի ու Արցախի, բայց ամեն ինչ դրանով չի ավարտվում։ Դա միայն սկիզբն է։ Արցախցի նախկին падգամավորի խոսքով կան առաջնային քայլեր, որոնց համար պետք է աշխատել։ Արցախի սուբյեկտայնության ճանաչում։ Մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որ այստեղ նախագահի հրամանագրով աշխատում են, հասարակական կազմակերպությունները ունենք միավորված, համախմբած։ Ուժն է ծնում իրավունք, վերադարձի համար պետք է ունենալ հզոր դիվանագիտություն, իսկ հզոր դիվանագիտության թիկունքին պիտի լինի հզոր ու մարտունակ բանակ։ Հաղթանակները հենց այնպես չեն լինում, հաղթանակները անցնում են տառապանքի և չարչարանքի միջով։ Մեզ պետք է այնպիսի բանակ, որպեսզի մենք ունենանք հաղթանակներ և պաշտպանի մեր իրավունքն ու մեր անվտանգությունը։ Իսկ այդպիսի բանակ ունենալու համար պետք է ունենաս տնտեսություն, պետք է ունենաս համապատասխան կրթական համակարգ, այսինքն հասարակության ձևավորում և հասարակության կազմակերպում։ Աշխատել առանց կորցնելու իրականության զգացումը, փորձագետի խոսքով Արցախ վերադարձի մասին խոսելիս ժամկետներ նշել կարող են անհեռատես մարդիկ։ Կովկասի, որ մեկ ամսում, մեկ տարվա, 2 տարվա կամ 5 տարվա հարց է, կամ նա չի հասկանում իրողությունները, կամ էլ առհասարակ չի տիրապետում բանակցային գործընթացի և աշխարհաքաղաքական զարգացումների։ Կամքի ուժ, սգալու փոխարեն պայքար և օր ու գիշեր աշխատանք։ Այսպես է հնարավոր բեկել պատմության ընթացքը, ինչպես 33 տարի առաջ։ Արցախը հայկական, իսկ հայկական զույգ հանրապետությունների կյանքի ճանապարհն ազատագրված։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, Սամվել Իսրայելյան, ABC Media։